Բարևում ձեզ, նորից եթերում դուրս գալիս, գիտեմ ձեզ հայտնի է, Ադրբեջանում Ռամիզ Մեհդիևի ձերբակալել են, գիտեք ինչի համար են ձերբակալել, ռսամոլության համար, ռսների համար է աշխատել, ուրեմն 90-ական թվականներից մինչև օրս ռսների համար է աշխատել, հեղափոխություն է ուզում անել, 87 տարեկան է, ուրեմն ուզում է նորից կա նախագահ ընտրվի եւ այլ, այս մարդու ճաշակը նայեցեք դուք, ես անգամներով եմ ասել, թե հայերը, թե ադրբեջանցիք, ռսներից հերուկացեք, ոչ մի օգուտ չկա, ոչ հայերի համար, ոչ էլ ադրբեջանցիների համար, հիմա էլի նորից ես կարդում եմ, դիտում եմ, Քոչարյանի ղեկավարությամբ ուզում են կան նորից աթոռ նստեն, ռսամոլներն են նրանք, ինչ գործ ունեք դուք, գիտեմ, որոշ մարդիկ ինձ ասել են, թե սա ադրբեջանցի ինչ գործ ունի, ես նախկին Հայաստանցի եմ, անտարբեր լինել չեմ կարող, ուրեմն արդեն մոտ 35 տարի է, 35 տարի մենք Հայաստանից դուրս ենք եկել, այս տարիների ընթացքում միշտ ձգտել եմ, որ հայերենը չմոռանամ, չնայած որ մինչև օրս ոչ մեկի հետ հայերեն կապ չեմ ունեցել, չեմ խոսացել, դեմարդեմ չեմ խոսացել, բայց ես ինձ համար միշտ ձգտել եմ, որ հայերենը չմոռանամ, հետո ինչ ադրբեջանցի եմ, ինչ տարբերություն, հայերը այդքան ահոհաց են կտրել, հիմա ասելու եմ, չգիտեմ, կուզենակ կհավատակ, կուզենակ չեք հավատա ձեր գործնա, Ֆրունզիկ Մկրտչյանի հետ, Սոս Սարգսյանի հետ, ահոհաց են կտրել, մի սեղանի շուրջ ենք նստել, Կարեն Սերովիչի հետ մոտ մի 10 րոպե կլիներ հարցազրույցները արել ինձ հետ, և շուշոտ հարցնում էր, որ հո ձեզ չես նեղացնում, հո ձեզ չեն նեղացնում, ես էլ Կարեն Սերովիչ չի ասում, տարիքս ինձ թույլ չէր տա, Ինգեր Դեմիրճյան է ասում, ոչ, ամեն ինչ կարգին է, ու նայում էր առաջի քարտուղարի երեսին, որ հանկարծ չնեղացնեք, այսպիսի մի հարաբերություններ ենք ունեցել, բայց չենք եղել իրար, և ինչի մասին եմ այսօր խոսալու, Ռամիզ Մեհդիևին գիտեք Ադրբեջանում ձերբակալել են, ինչի համար, հեղափոխության համար, ուրեմն 90-ական թվականներից մինչև օրս ռսների համար է աշխատել, ինչ որ եղել է ռսների համար է արել, ռսների համար է աշխատել, հիմա էլ բացահայտվեց, որ ռսների համար է աշխատում, միլիոններ ունի, միլիոններ չասենք միլիարդներ ունի, էլ ինչ չունի, ռսների համար ոչ մի տարբերություն չկա, անցյալում էլ եմ ասել ես, կամ հազարատ հայ զոհվեց, կամ հազարատ ադրբեջանցի զոհվեց, դրանց համար ինչ տարբերություն, զոհվեց, բայց ինչի մա զոհվել, թե հայերից, թե մերոնցից, ուրեմն ինչի համար Ռամիզ Մեհդիևի կինը հայուհի է, տեսնում եք, այդ կնոջ մասին ոչ մի խոսք չկա, չնայած որ հայուհի է, տիկինը հայ է, ոչ մի խոսք չկա, ոչ մի միտք չկա, չեմ կարդացել, չեմ լսել, բայց ինքը ռուսամոլ է, ռսների համար է աշխատել, հիմա Քոչարյանը, Սարգսյանն, Լևոն Անտեր-Պետրոսյանն էլ ռսների համար են աշխատել, հիմա ուզում են արանքը խառնեն, նորից Քոչարյանը աթոռ նստի ու ղեկավարի, հայերը իրենց ոնց կարան թույլատրեն, որ Քոչարյանը նորից գա աթոռ նստի, վարչապետ լինի, ես չեմ պատկերացնում, ես հայերին շատ լավ եմ գնահատում, և միշտ մտածում եմ, որ հայերի ճակատագիրը ինչի համար է այսպես լինում, ինչ է նրանց բերել այս ուրեմն վերջին գագաթնակետին հասցրել, ուրեմն Քոչարյանի նմաններն են, Լեռնային Ղարաբաղից հայերին բերեց, լցրեց Հայաստան, ցույցերի համար,
Այնա Լեռնային Ղարաբաղից մարդիկ դուրս են եկել, կան Երևանում ցույցեր անեն Փաշինյանի դեմ խոսակցություններ հացադուլ անեն, ցուցադրեն, որ մենք Փաշինյանից գոհ չենք եւ այլ եւ այլ։ Փաշինյանը ինչ է անելու ձեզ համար։ Ապրում եք էլի այնտեղ։ Բայց մի բանի մասին եմ խոսալու, ասելու եմ։ Հիմա դուք քաղաքի անունը ձեր անունով, ձեր լեզվով չեմ ասելու, Խանքանդի քաղաքն է։ Ուրեմն ադրբեջանցիների այդ գերեզմանը աղբանոց են սարքել։ Հիմա ուզում են ետ վերադառնան, պայման են դնում, որ բայց Փաշինյանը մեզ պետք է օգնի եւ այլ եւ այլ։ Գերեզմանը ուրեմն Օնիկ Կարդաշը գնացեք, բացեք, կարդացեք։ Ուրեմն գերեզմանը քանդում են, հանում են, որոնց բերանները ուրեմն ոսկե ատամ կա, այդ ատամները հանում են ու շպրտում են։ Նորից տեղը չեն դնում, շպրտում են։ Ու աղբանոց են սարքել։ Ինչ երեսով կվերադառնաք դուք։ Heç չեմ հասկանում։ Ականապատվել է Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Ոչ մի եվրոպական պետություն էլ չի օգնի, որ այդ ականապատներից ազատվի Ադրբեջանը։ Հիմա այլ 200-ից ավել, եթե չեմ սխալվում, մարդ է զոհվել։ 200-ից ավել մարդ է զոհվել։ Ինչի՞ մա պետք է զոհվեն։ Հիմա այլ գնացել եք, լավ եք արել, գնացեք ապրեք ձեզ համար։ Հիմա նորից պայման են դնում, մենք պետք է վերադառնանք, չգիտեմ ինչ անենք։ Ձեզով ով կթողնի։ Մեկ էլ գիտեք ինչ կա, մեր պարոն Իլհամ Ալիևը գիտեք ինչքան խաղաղասեր մարդ է։ Դա մի պայման է դրել։ Վերադառնում եք, ով հանցագործը պետք է ձերբակալվի։ Մեկ էլ Բաքվի այդ բանտերում նստած մարդկանց մասին եմ ասում։ Ասում են գերի են, այդպեսի գերի է լինում, ինչքան հայ զոհվի, ինչքան ադրբեջանցի զոհվի։ Ով պետք է պատասխան տա։ Այս հարցը ձեզ եմ ես հացիագրում։ Ուրեմն հանցագործներին Հայաստանում չեն տատում, հա? Ազատ թողնում են, թող գնան, հա? Այդպեսի բան է լինում։ Բոլորն էլ հանցագործ են, թող պատասխանեն։ Եվ այստեղի չգիտեմ, իմ ձայնս կհասնի, թե չի հասնի, չգիտեմ։ Պարոն Փաշինյանին եմ դիմում, Սարգսյանին էլ, Քոչարյանին էլ, հանձնեք Ադրբեջանին, թող դատվեն։ Ազատ իրանց համար քեֆ են անում Հայաստանում։ Անցյալում ասել եմ, հիմա էլ եմ ասում։ Լեռնային Ղարաբաղից գնացած հայերի որևէ մեկի միտուն առնել են, միտուն տվել են, որ մեղք են դրսում են մնացել եւ այլ։ Չեն արել, դե թող անեն, բայց աթոր է ուզում։ Բերանը ծուրտիկ բռնելով խոսում է աչ ու ձախ։ Դու Հայաստանի համար ինչ ես արել։ Ու նորից ուզում ես գաս վարչապետ ընտրվես։ Եվ մի հարցի մասին եմ ուզում ասեմ, վերջացնում եմ արդեն։ Դաշնակների անցյալում, ուրեմն 15-18 թվականներից մինչև օրս, որևէ մեկի գերեզմանը Հայաստանում գտնվում է թե ոչ, ցույց տվեք։ Ուրեմն 15-18 թվականներում մինչև 20 թվականները, ինչքան որ ձերքներում փող կուտակած փողը եղել, բոլորը վերցրել են Ամերիկա, Ֆրանսիա եւ այլ, թողել գնացել են, հայերն էլ մնացել են այդպես։ Հիմա ես էլի եմ կրկնում, գիտեմ ինձ ասելով, թե սա ադրբեջանցիա ինչ գործին է։ Իհարկե ես գործ չունեմ, բայց անտարբեր լինել չեմ կարող։ Հիմա դաշնակները ինչ են արել ամբողջ Հայաստանի համար։ Դուրս վրընդեք, թող գնա։ Դուրս վրընդեք, թող գնա։ Պետք չի դա ձեզ։ Քոչարյանին է, Սարգսյանին, պարոն Փաշինյան, ձեզ եմ դիմում։ Բերեք հանձնեք Ադրբեջանին, թող դատվե։ Տուժվե։ Այս մյուս հայերը ինչպես են տուժվում, թող նրանք այն նույնպես տուժվեն։ Հանցագործը նրանք են։ Իհարկե ես սրանով վերջացնում եմ, թե Ադրբեջանի համար, թե Հայաստանի համար բարի օրեր եմ ցանկանում։ Բարի գիշերներ ձեզ։ Ստեսություն։